Первая выставка недвижимости Армении в Москве. Арарат Парк Хаят. 12 и 13 апреля. Приходите. Բարի երեկո, եթերում է հորիզոնի գլխավոր թողարկումը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 4:30 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը։ Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական ակտիվության միտումները եւ կառավարության քայլերը միտված են տնտեսական աճի ապահովմանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող ծրագրի 5-րդ վերանայման արդյունքները։ Այս առումով կողմերը գոհունակություն են հայտնել ծրագրի արդյունքներից եւ անդրադարձ կատարել հետագա քայլերին։ Մտքեր են փոխանակվել ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական ակտիվության խթանման, առկա ռիսկերի հաղթահարման եւ այլ հարցերի շուրջ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հրավերով աշխատանքային այցով Աբու Դաբիում է, որտեղ մասնակցել է եւ ելույթ է ունեցել ամենամյա ներդրումային համաժողովին։ Աշխարհակաղակական փոփոխությունների եւ նախկին կանոնակարգի վերանայման պայմաններում Հայաստանը, որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր, ժողովրդավար ու զարգացող տեխնոլոգիական տեսլականով երկիր, կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական եւ մարդկային տնտեսական համակարգ։ Մեր կարևորագույն կապիտալը կրթված աշխատասեր օրինապահ հասարակությունն է։ Կառավարությունն իր ներդրումների կատարում անհրաժեշտ ենթակառուցվածքներում, տեխնոլոգիական աճին աջակցելու համար։ Ստեղծում են տեխնոլոգիական կենտրոններ ու պարկեր, ինչպիսիք են ԿՕԱՎ, Թումո ստեղծարար տեխնոլոգիական ուսումնական կենտրոնները, որոնք կենտրոնացած են երիտասարդ տաղանդների զարգացման ու մրցունակ սերնդի կրթության վրա։ Նորություն չէ, որ երիտասարդության շրջանում ակա է մեծ հետաքրքրվածություն բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ռոբոտաշինության եւ նորարարության հանդեպ։ Մենք առաջարկում ենք տարածաշրջանում ամենաբաց եւ գրավիչ ներդրումային միջավայրերից մեկը, բարելով բաց դռների քաղաքականություն։ Ժողովրդավարության զարգացմամբ մենք շարունակաբար ամրապնդում ենք երկրում արդար եւ մրցունակ տնտեսական միջավայր, օրենքի գերակայություն եւ անկախատական համակարգ, ինչն ուղղակիորեն նպաստում է ներդրումային միջավայրի հուսալիությանը, պաշտպանությանն ու զարգացմանը։ Իշխանությունների կողմից իրականացվող գործարար միջավայրի խորը եւ համապարփակ բարեփոխումների օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ են առաջարկում։ Հայաստանն օրինական երաշխիքներ է տրամադրում օտարերկրյա ներդրողներին, ներառյալ սեփականության պաշտպանությունը,
կապիտալի ազատ տեղաշարժը և թափանցիկ հարկային համակարգում։ Վերջին տարիներին Հայաստանը բարձր վարկանիշներ է գրանցել միջազգային ինդեքսներում, այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են օրինակ ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ անսիջում պայքարը, տնտեսական ազատությունը, գործարար և ներդրումային ազատական միջավայր։ Հայաստանն ունի ներդրումների պաշտպանության երկկողմ պայմանագրեր ավելի քան 40 երկրների հետ, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Հայաստանն առաջարկում է մի քանի ազատ տնտեսական գոտիներ, որոնք բարենպաստ պայմաններ են ապահովում օտարերկրյա ներդրողների համար։ Այս գոտիներն առաջարկում են հարկային արտոնություններ, պարզվեցված մաքսային ընթացակարգեր և մուտք դեպի տարածաշրջանային շուկաներ։ Իմ պատվիրակությունն այստեղ է կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնցով իմ գործընկերները կկիսվեն ձեզ հետ։ Պատրաստ են գործնական բանակցությունների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, փորձի ու տեխնոլոգիական փոխանակման։ Միևնույն ժամանակ կարևոր է համարում, որպեսզի օգտվելով առիթից մեր գործընկերները տեղեկացված լինեն Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին։ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է։ Մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարևոր մասն է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված խաղաղության խաչմերուկ նախագիծը, որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման և տնտեսական կապերի խթանման գործում։ Այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է տալիս տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման և միջազգային առևտրային միջոցների գործարկման համար։ Նախագծի առանցքային գաղափարը կոմունիկացիաների զարգացումն է, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, ափի մանուխներ և էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու և ի վերջո մարդկանց մեջ շփումների հնարավորություններ ստեղծելու միջոցով, ինչը կարևորագույն բաղադրիչ է խաղաղության համար։ Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների արտաշրջափակումը, պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման, ինչպես ներհավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար։ Վստահ է, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ավելին Հարավային Կովկասը պետք է վերածի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ, ինչն իր հերթին կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, մարդկանց միջև շփումների ակտիվացմանը, միաժամանակ ապահովելով ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճը։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն Արաբական Միացյալ Էմիրությունների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարարի հետ, քննարկվել են Հայաստանի և Էմիրությունների միջև տնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները, Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնված ծրագրերը և ներդրումային հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության վերականգնվող էներգետիկայի և կանաչ էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորություններին։ Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը կարող է դառնալ տնտեսական ավելի լայն համագործակցության կարևոր բաղկացուցիչ։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տաշքենտում հանդիպել է Ֆրանսիայի պատգամավորական պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելեի հետ։ Հանդիպման ազգային ժողովի փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգը։ Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին, Հակոբ Արշակյանը ներկայացրել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղված Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալը պատվիրակությանը նաև տեղեկացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղված քայլերի մասին, մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կեղծ հայտարարությունների պատճառով սահմանային լարվածության սրման կապակցությամբ։ Ընդգծվել է հումանիտար հարցերի լուծման կարևորությունը, ինչպիսին է հայ գերիների վերադարձը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ թիվ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։
Այսպիսով փառակար համայնքի հավաքան ու արտահերտ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 11528 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 20967 է։ Կուսակցությունների եւ դաշինքի ստացած քվեները՝ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 3669 քվե, 7 մանդատ, միասնություն կուսակցությունների դաշինք 6508 քվե, 12 մանդատ, ազգային առաջընթաց կուսակցություն 900 քվե, 2 մանդատ, կայունություն կուսակցություն 426 քվե, 0 մանդատ, անվավեր քվեաթերթիկների թիվը 23 է, արձանագրվել է 6 անճշտություն։ Գյումրի համայնքի հավաքան ու արտահերտ ընտրություններին մասնակցել է 47434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111236 է։ Կուսակցությունների եւ դաշինքների ստացած քվեները՝ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 17188 քվե, 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն 9727 քվե, 8 մանդատ, Ապրելու երկիր կուսակցություն 1695 քվե, 0 մանդատ, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք 2904 քվե, 2 մանդատ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն 652 քվե, 0 մանդատ, Եվրադաշինք կուսակցությունների դաշինք 2113 քվե, 0 մանդատ, Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն 1407 քվե, 0 մանդատ, Մեր քաղաքը կուսակցությունների դաշինք 7380 քվե, 6 մանդատ, Իմ հզոր համայնք կուսակցություն 3739 քվե, 3 մանդատ, անվավեր քվեաթերթիկների թիվը 607 է, անճշտությունների գումարային չափը 69։ Այսօր մեր երկրում նշվում է մայրության եւ գեղեցկության տոնը, ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի ավետման օրն է։ 1995 թվականից ապրիլի 7-ը ներառվել է Հայաստանի ազգային տոնացույցում։ Օրվա առթիվ արված շնորհավորական ուղերձները տեսանյութում։ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման, մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ արված շնորհավորական իր ուղերձում նախագահ Վահագն Խաչատրյանը նշել է, որ այս օրը խորը խորհուրդ ունի, այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի կերպարում մեր ժողովուրդը դարեր շարունակ տեսել է մայրական նվիրվածության, խոնարհության եւ ուժի խորհրդանիշը։ Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաեւ շնորհակալության օր, ձեր, կանանց եւ մայրերի նկատմամբ։ Ձեր սերը, հոգատարությունը, ձեր զորությունը թե ընտանիքում, թե հասարակական կյանքում մեր պետության ամրության եւ ներդաշնակության հիմքերից են։ Մեր ինքնության կերտվածքում նույնպես մայրական կերպարն առանձնահատուկ տեղ ունի։ Նախագահ Խաչատուրյանի խոսքով մենք մայր ենք անվանում մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր քաղաքը, որովհետև հենց մայրն է բերում կյանք, արմատ, շարունակություն։ Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր, թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն եւ սեր։ Սրտանց մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն եւ անսպառ ուժ, պահելու ու սիրելու ձեր ընտանիքները եւ հավատով նայելու ապագային։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օրվա առթիվ արված իր շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ այս տոնը եւս մեկ առիթ է արժևորելու կնոջ դերը։ Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը եւ այսօր էլ նրա դերը հասարակության զարգացման եւ կայունության գործում անուրանալի է։ Մանասյանի խոսքով կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առաջ խաղացումն այդ հիմքի ամրապնդման կարևոր պայմաններից են եւ որպես մարդու իրավունքների պաշտպան իր համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Անհրաժեշտ է, որ պետությունը շարունակի հետևողական քայլեր ձեռնարկել ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ։ Այդ գործընթացում առանցքային են կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ապահովումը, կանանց մասնակցության խթանումը որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև նրանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական եւ քաղաքական կյանքում։ Սիրելի կանայք եւ աղջիկներ, թող այս գեղեցիկ օրը լի լինի ջերմությամբ եւ գնահատանքով։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ։ Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էշմիածնից ավետման տոնի առիթով հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է հղել կանանց ու օրիորդներին։ Կաթողիկոսն ընդգծել է ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը եւ Սուրբ Աստվածամոր խոնար, հնազանդ եւ հավատավոր կերպարը, որը դարձել է Աստվածանվիրումի երանելի վկայություն եւ բարի օրինակ ծառայել հայ կանանց համար բոլոր ժամանակներում։ Հոգենորոք այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն, աղոթքով, որ ազգս զորանա նոր մանուկների ծնունդով եւ մեր զավակները Աստծո օրհնության ու իրենց ծնողների հոգացության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենիած սիրով եւ դաստիարակվեն ազգային ինքնության արժեքներով։ Թող Սուրբ Աստվածածինը մեր մայրերի ու քույրերի համար շարունակի լինել
ներշնչանքն առաստված հույսի եւ ամենայն առաքինությունների, որոնցով բարեզարդված իրենց հոգնությունն ու նվիրումը բերեն ընտանիքներում եւ եկեղեցական, ազգային ու հայրենական մեր կյանքում։ Մայրության եւ գեղեցկության տոնը յուրահատուկ տարբերակով են շնորհավորել զինված ուժերի պատվո պահակային վաշտը եւ զինված ուժերի նվագախումբը։ Շնորհավորում եմ բոլոր կանանց եւ մայրերին ապրիլի 7-ի կապակցությամբ։ Կանանց միամսյակի թեկուզ եւ վերջին, սակայն եւ կարեւորագույն օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություն եւ երջանկություն։ Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի անունից շնորհավորում եմ մայրերին, քույրերի, կանանց եւ աղջիկների ապրիլի 7-ը։ Թող ձեր գեղեցկությունը խաղաղություն բերի աշխարհին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Ավարտեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադարից հետո դուք կարող եք դիտել հեռանկար, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։ Դուք դիտում եք հեռանկարը։ Ամենայն հավանականությամբ Գյումրիում քաղաքապետ կընտրվի ընդդիմադիր թեկնածուն, խոսքը կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի մասին է։ Ինչու իշխանությանը չհաջողվեց մեծությամբ երկրորդ քաղաքում ունենալ քաղաքապետ, ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ այս ամենը ընդհանուր քաղաքական գործընթացների վրա։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սկսենք ներքաղաքական գործընթացներից։ Նախ ինչպես կգնահատեք Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները եւ ըստ ձեզ ինչու ձեր տեխնացուն չկարողացավ հաղթահարել անցողի գշեմը։ Տեղական ինքնակառավարման ընտրություններ էին իրենց բնորոշ բովանդակությամբ, անհատների գունագեղությամբ, կուզենամ, որ գյումրեցին չփոշփանի իր ընտրության համար, ոչինչ ավելին։ Ինչու չանցավ ընտրությունները նման հատկանիշ ունեն, ոմանք անցնում են, ոմանք չեն անցնում, մեծ դժբախտություն չի։ Մենք օրինակ Երևան քաղաքում 11% քվե ենք հավաքել։ Ասենք Լոռիում 51%, Մեղրիում 49% ու ինչ։ Սրանից հետևություններ անել, որ ինչ-որ մեկը ձախողեց, ինչ-որ մեկը հաջողեց, ես բացարձակ այդ համատեքստում չեմ, որովհետև համարում եմ, որ Լոռիում, երբ որ մենք 51% ենք հավաքել, այդտեղ հիմնական ազդեցությունն ունեցել է անձը, ում մարդիկ ընտրել են, ասենք մասնավոր դեպքում Սուրեն Թումանյանը, կամ Մեղրիում միանշանակ Բագրատ Զաքարյանի անձի խնդիրն էր եւ եթե Բագրատ Զաքարյանը մեկ այլ կուսակցությունով էլ առաջադրվեր, այլ գաղափարախոսությամբ միևնույն է նույն քվեն հավաքելու էր։ Ուզում եմ ասեմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համապետականի համատեքստում նայելու չէ, չնայած համապետականում էլ շատ էական է, թե կոնկրետ քաղաքական թիմերը ինչ անձնավորություններով են հանդես գալիս։ Օրինակ Երևան քաղաքում մեր տեխնացուն Արտակ Զեյնալյանը շատ ընկալվող էր եւ նաեւ իրենով է, որ 11% քվե հավաքեցինք։ Համապետականում իմ անձով ինչքան քվե հավաքենք դժվարանում եմ ասել, բայց դա չի նշանակում, որ եթե Գյումրիում 4% ենք հավաքել, այդ վատ է, կամ շատ վատ է, կամ որ չենք հավաքել, կամ դրանից բխում է, որ 2026 թվականին ընտրությունները հենց այդ բովանդակությամբ էլ կլինեն։ Ես բացարձակ այդ կարծիքին չեմ։ Գյումրեցին է ընտրություն արել, թող Գյումրեցին իր սպասելիքները, այն ինչ որ ունի, այդ սպասելիքները ամբողջությամբ իրականացված տեսնի, անկախ նրանից, թե մենք անցել ենք, թե չենք անցել։ Պարոն Սարգսյան, այսինքն դուք այն կարծիքին եք, որ ըստ էության այս թիմ ընտրությունները դժվար թե իրենց ազդեցությունն ունենան 2026 թվականի խորհրդարանական համապետական ընտրությունների վրա։ Որոշակի ազդեցություն իհարկե ունենում են, որովհետև այն տեղերում, որտեղ տեղական ինքնակառավարման մարմիններում անցնում են մոտավորապես այն կուսակցությունների կամ այն թիմերի առաջին դեպքերը, իրենք իրեն շրջապատում ունենում են որոշակի ադմինիստրատիվ ռեսուրս, քաղաքապետարանում, քաղաքապետարանից դուրս համայնքներում, եւ այդ առումով կոնկրետ որ կուսակցությանն են իրենք քվե տալիս, այդ քվեների առումով որոշակի առավելություն են ունենում, այսինքն այդքան թվով մարդիկ քվեարկում են կոնկրետ այդ կուսակցության առումով։ 2026 թվականին կոմունիստական կուսակցությունը
կուսակցությունը կմասնակցի ընտրություններին։ Չգիտեմ ում անձով կմասնակցի, դա էլ չգիտեմ։ Ընդհանրապես մեր քաղաքական համակարգը կայացման ու առողջանալու լուրջ խնդիր ունի, որովհետև կան քնած կուսակցություններ, որոնք տզրուկ են, որոնք ընտրությունից ընտրություն արթնանում են ու իրենց կուսակցության անունը հանում են աճուրդի։ Համապատասխան անհատների համար, ասենք Վարդան Ղուկասյանի համար, Մարտունի համար եւ այլ այսպես եւ այս կուսակցությունները ինչ որ որոշակի դաշինքներ ձևավորելով, որոշակի անուններ այդ դաշինքների վրա դնելով, մինչև այդ որևէ տեսակետ ասած չլինելով, ոչ ռուս-ուկրաինական պատերազմի, ոչ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված, ոչ դրա լուծումների հետ կապված, մտնում են քաղաքական դաշտ իրենց անձով մոտիկ, ընկեր, բարեկամ, ազգ, ինձ ինչ օգուտ կլինի կոնկրետ մարդու ընտրությունից, այս տրամաբանությամբ մեր ժողովուրդը գնում ընտրում է։ Եվ այդ տրամաբանությամբ պիտի քաղաքական դաշտի կայացման համար իրական քայլեր արվի, փոփոխություններ արվի։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ խորհրդարանական համակարգի պարագայում որևէ մեկը 50+1 չի հավաքելու։ Եվ 50+1 հավաքելու տարբերակը վատել է։ Որովհետև այսօրվա ազգային ժողովում, երբ քաղաքացիական պայմանագիրը 50+1 ունի, ինքը ունի նաև իր ներքին խնդրեմը։ Եվ այսօրվա ազգային ժողովի վատ աշխատելու նաև պարամետրերից կամ հիմնական պատճառներից մեկն էլ է դա։ Հետևաբար պիտի ձևավորվեն կոալիցիաներ։ Եվ կոալիցիաների միջոցով է, որ իշխանությունը պիտի վերցնեն։ Եվրոպական երկրներում որևէ կուսակցություն 35%-ից ավելին չի հավաքում։ Չկա նման բան 50+1։ Մեր ժողովուրդը չի ուզում է, որ որևէ մեկը 50+1 հավաքի ու նա հաղթողը դառնա։ Հետևաբար այս սահմանադրությունը պիտի փոխվի եւ մենք կողմնակից ենք, որ ամբողջական նախագահական կառավարման մոդելի անցնենք, որտեղ նախագահին էլ է ընտրում ժողովուրդը եւ ազգային ժողովն էլ է ընտրում ժողովուրդը եւ այս երկու ընտրված մարմինները նույնչափ հանրային աջակցություն ունենալով կարողանում են միմյանց վերահսկել։ Ու այս պարագայում այդ խնդիրները չեն առաջանում, ինչը մոտավորապես առաջացավ Իսրայելում նախորդ տարի 4 անգամ ընտրություններ տեղի ունեցավ Իսրայելում, արդյոք Հայաստանը ունի նման հնարավորություն խորհրդարանական այս համակարգով մի տարվա մեջ 4 ընտրություններ անելու, այն էլ շրջապատում այսքան թշնամիներ ունենալու։ Դրա համար մենք սրան դեմ ենք, դրա համար մենք առաջարկում ենք օրինակ ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել եւ արգելել նախընտրական դաշինքները։ Կուսակցությունները թող մասնակցեն ընտրություններին առանց դաշինքների, կանցնեն ազգային ժողով կամ կանցնեն քաղաքապետարան, դաղապետարան որպես ավականի, ներսում արդեն թող կոալիցիա կազմեն։ Բայց դուք դաշինքով մասնակցեցիք, չէ՞ Գյումրիում։ Այո, դաշինքով մասնակցեցինք Գյումրիում եւ այդ այնպես չի, որ դաշինքով մասնակցությունը, տեսեք, մենք Երևանում առանց դաշինքի ենք մասնակցել եւ արդյունք եք գրացել։ Կամ բաներ, որում Ռոբերտ Քոչարյանն օրինակ ճիշտ էր ասում, որ 5 գումարած 5-ը միշտ չի անում 10, երբեմն այդ 7 է անում։ Այսինքն մեր ժողովուրդը նաև պիտի հասկանա, որ դաշինքը չի, որ արդյունքն է ապահովում։ Միավորված լինելը չի, այդ պատրվակ է, որ ասում է, այ միացեք կգամ ձայն կտամ։ Այս բացարձակ պատրվակ է։ Ժողովուրդը հիմնականում ձայնը տալիս է անհատին, ում հավատում է, քաղաքական կուսակցությունը, ում գաղափարախոսությունը նայում է ընդամենը բևեռների առումով, դու արևմուտք ես Ռուսաստան, եւ որոշակի առումով նաեւ թիմերում եղած մարդկանց ազդեցության, ասենք նրանց քաղաքական ակտիվության առումով։ Պարոն Սարգսյան, իսկ արդեն որոշակիություն կա ձեր կուսակցության ներսում 26 թվականին ընտրություններին դարձյալ դաշինք, ձեր խոսքից ենթադրվում է, որ կարծես թե միայնակ եք ցանկանում մասնակցել ընտրություններին, եթե ըստ էության առաջարկում եք, որ ընտրական օրենսգրքում նորմ սահմանի, որ որևէ դաշինք չլինի, հա, մասնակցություն։ Դուք կա արդեն որոշակի առանց դաշինք, հետո կոալիցիա։ Գիտեք ինչ, ես դա առաջարկում եմ դեռ 2021 թվականից։ Եթե մենք ուզում ենք քաղաքական դաշտը խոշորանա, այսքան կուսակցություններ չլինեն, ապա պարտավոր ենք այդ քայլն անելու։ Վստահաբար ասում եմ ձեզ, որ 60,000 ստորագրություններ հավաքելու ժամանակ, երբ որ մենք էլի մարզերում էինք, նույն Գյումրիում ամեն երկրորդ հարցը հետևյալն էր, այսքան կուսակցություն, մեր ինչին է պետք։ Այսինքն ժողովուրդը բացի անվտանգության հարցերից քաղաքական լիդերներին միշտ ասում է այսքան կուսակցություն ինչի է պետք։ Որպեսզի այդքան կուսակցություններ չլինեն, դրա լուծման տարբերակը հետևյալն է՝ նախընտրել, արգելել նախընտրական դաշինքները։ Այդ դեպքում կուսակցությունների են 80-90%-ը, որ ամեն անգամ կառաջադրվի ու չի անցնի,
Այդ կուսակցությունը պահելը կդառնա անիմաստ։ Հետևաբար կամ ինքը կմիանա նույն գաղափարախոսությունը կրվող մեկ այլ կուսակցության, կամ կլուծարվի ու իրականում դաշտում կմնան 4-5, լավ մաքսիմում 10 կուսակցություններ, ավել չի լինի։ Կուսակցությունների դերը բարձրացնելու մեխանիզմներից, գործիքներից մեկը սա է։ Ինչ վերաբերում է 2026-ի մասնակցության, իհարկե ես չեմ կարող ասել։ Մենք դաշինքով կմասնակցենք, թե առանց դաշինքի կմասնակցենք, մասնակցելուց հետո կոալիցիա ում հետ կկազմենք։ Ընդհանրապես ես նայում եմ այս համատեքստում, որ կոալիցիաները պիտի ձևավորվեն զուտ գաղափարական հենքի վրա։ Այսինքն դու կիսում ես այդ գաղափարախոսությունը, թե չես կիսում։ Հակառակ դեպքում, եթե դու այդ գաղափարախոսությունը չես կիսում ու կոմունիստի հետ կոալիցիա ես կազմում, դու այդ անում ես պաշտոնի համար։ Այսինքն քո պայքարը պաշտոնի համար է։ Երևան քաղաքում մենք կոալիցիա կազմեցինք քաղաքացիական պայմանագրի հետ, որովհետև անտրամաբանական կլիներ, որ մենք կոալիցիա կազմենք նախկին իշխանությունների հետ, որոնք երկրի զարգացումը ու անվտանգությունը տեսնում են Ռուսաստանի հետ, ու այս իրավիճակում ուզում էին Երևանում իշխանություն վերցնել, որից հետո Հայաստանի Հանրապետությունում փողոցային գործընթացներով իշխանություն վերցնել, ինչը մենք մշտապես համարել ենք շատ վտանգավոր, որովհետև Հայաստանի ներքաղաքական ներքին ցծումներից օգտվելու է թշնամին, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան, միանշանակ օգտվելու է, այնպես ինչպես 92-94-ին մենք օգտվեցինք Ադրբեջանում փոփոխություններից։ Իլհամ Ալիևին պատրվակ է պետք սահմաններում կրակելու համար։ Ինքն ասելու է դուք Հայաստանի ներսում, Երևանի կենտրոնում չեք վերահսկում իրավիճակը, դուք ինչպես կարող եք տեղ յուղում կամ խոզնավորում իրավիճակ վերահսկել։ Այնտեղ մեկը կրակել է, մենք էլ հակադարձն ենք արել ու գնացել է, արդեն կանգնելու չի։ Հետևաբար այս պատրվակը չպետք է թույլ տար։ Հետևաբար այս համատեքստում կոալիցիաներ կազմելու առումով կամ անընդհատ ընտրություն է լինելու, ասենք 2026-ին դինում են ընտրություններ։ Ընտրություններում մենք անցնում ենք ու որևէ մեկը 50+1 չի հավաքել, ինչ պիտի անենք։ Պիտի կոալիցիա կազմենք, չէ՞, բնականաբար նախկինների հետ չենք կազմելու, չէ՞։ Հետևաբար ասում են, այ դուք որ կոալիցիա եք կազմում ԿՊ-ի հետ, ուրեմն իրենց կցորդն եք։ Ինչի ԿՊ-ն մեր կցորդը չի, մենք իրենց կցորդն ենք։ Մենք հավասար չափով իշխանություն ենք կիսում Երևան քաղաքում, եւ ինչքան Տիգրան Ավինյանն է պատասխանատու, այնքան էլ Արտակ Զեյնալյանն է պատասխանատու կամ ես։ Այդ արասների լավի ու վատի համար։ Ասեմ, որ այդքան էլ գող չեմ Երևանի մեր կառավարումից, բայց այս երկու ուժերով կառավարումը որոշակի տեղաշարժ է տալիս, քան այդ լիներ միայնակ ու մենակ ԿՊ-ով։ Հավատացնում եմ ձեզ, այդ միանշանակ այդպես է, որովհետև բերված օրենքները իրենք ստիպված մեր հետ քննարկում են, իսկ մենք մտածում ենք 26-ի համար ու շատ բաների փորձում ենք արգելքներ դնել։ Նույնն էլ իրենք։ Այսինքն կոալիցիոն կառավարումը ունի իր առավելությունները ու ես չեմ կարող ասել, թե 2026-ի ընտրություններին մենք դաշինքով կմասնակցենք, թե միայնակ, դաշինքով կամ միայնակ մասնակցելու դեպքում անցնելուց հետո ԿՊ-ի հետ կոալիցիա կազմենք, թե չենք կազմի։ Միանշանակ կոալիցիա պիտի կազմենք, որ ընտրություններ, նոր ընտրություններ չլինեն։ Կամ ենթադրենք չկազմեինք ու Երևանում նոր ընտրություններ լինեին, ինչ արդյունքները փոխվելու էին, նորից նույն թվերն էր լինելու։ Ու ինչ, նորից նոր ընտրություն էին կազմելու։ Սրան վերջ ունի, թե չունի։ Մեր ժողովուրդը քաղաքական այս գիտակցությունը, այ որ քեզ քվե եմ տալիս, իսկ դու տալիս ես ԿՊ-ին, ոչ մեկին քվե չի տալիս։ Քո ունեցած քվեով իշխանություն է ձևավորում, կամ այս տևի հետ, կամ այն տևի հետ։ Բնականաբար Հանրապետություն կուսակցությունը չի կարող իշխանություն կազմել Ռոբերտ Քոչարյանի Հայաստան կամ Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունների հետ, որովհետև ժամանակին պայքարել է այդ ուղղությունների համար, պլյուս գաղափարական ահռելի տարբերություն ունի, որովհետև ընտրությունը ռուսամետների թե բալանսավորողների մեջ առավելությունը պիտի տաս բալանսավորողներին։ Պարոն Սարգսյան, ամփոփելով ներքաղաքական թեման, այնուհետև կանցնենք մի քանի հարց արտաքին քաղաքականությունից, իսկ դուք ունեք վերլուծություն, թե իշխանությանը ինչու չհաջողվեց մեծությամբ երկրորդ քաղաքում 50+1 հավաքել։ Այո, առաջատարն էին ձայներով, բայց չկարողացան ըստ էության կառավարման ղեկը վերցնել իրենց ձեռքը։ Օրինակ ընդդիմությունն արդեն ասում է, այ Գյումրիից մենք սկսեցինք իշխանության հեռացումը։ Գիտեք, իշխանությունն էլ ընտրության եկավ ասելով, որ մենք Երևանում մաքրել ենք նախկիններին, գալիս են Գյումրի, որ Գյումրիում էլ փողոց դուրս եկած, նկուղներից դուրս եկած այդ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասած, իրենց մաքրենք, ուռադանենք։ Մենք էլ ասացինք, որ սիրելի գյումրեցիներ ջան, այս ընտրությունները ինչ որ մեկին ռադանելու մասին չէ, այս ընտրությունները քաղաքապետի մասին է, քաղաքապետ ընտրելու մասին է, եւ մենք առաջարկում ենք ամենափորձառու մարդուն, ով տիրապետում է
քաղաքի խնդիրներին, ով գիտի տեղական ինքնակառավարման օրենքը ամենից լավ ու ով ամենապիտանին կարող է լինել մեր կարծիքով ձեզ համար։ Գյումրեցին գտավ, որ իրենց համար ավելի պիտանին Վարդան Ղուկասյանն է, քան քաղաքացիական պայմանագրի առաջարկած տեխնացուն։ Ինչի այդպես գտավ։ Չգիտեմ, այստեղ բազմաթիվ հանգամանքներ կան։ Նախ քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջարկած տեխնացուի բազմաթիվ կուսակցություններ փոխելու հանգամանքից, այսինքն հուսալի չի մարդը։ Գաղափարի մարդ չի, ինքը ուղղակի պաշտոնի մարդ է, կուսակցությունները փոխել է պաշտոնի հասնելու համար ու եթե կպնել չլինի ուրիշ լինի, ելիք փոխի, որ այդ պաշտոնի լինի։ Այս ցուցանիշ է, որ մարդուն բնութագրում է, վերջացրած նրանով, որ այն քաղաքական ուժերը, ովքեր մասնակցում էին Գյումրիում եւ հայոյում էին իշխանություններն անվանում էր, որ դրանք նախկիններ են, դրանք տալանչի են, դրանց վրա քրեական գործեր կան, բայց որևէ կերպ չէր կարողանում, ասենք, բռնելով, բաց թողելով եւ այլը հիմնավորել այդ մարդկանց մեղավորությունը։ Եվ այդ մարդիկ դատարաններում կարողանում էին անմեղության կանխավարկարից ելնելով իրենց փաստաբաններով իրենց արդարությունը հիմնավորել։ Այսինքն հաղթում էր տվյալ ընդդիմությունը դատարաններում, իշխանությունը պարտվում էր։ Ժողովրդի միստվար զանգված գնում է հաղթողի հետևից։ Ինքը չի նայում գաղափար, ինքը նայում է դու հաղթող ես, թե չէ, որտեվ ցանկացած մարդ ուզում է հաղթողի կողմից լինել։ Որևէ մեկը չի ուզում պարտվողի կողմից լինել։ Այդ ընդհանրացնել բերել 2026-ին ես այդպես չէի անի, որտեվ քաղաքացիական պայմանագիրը նախկինում էր պարտվել Գյումրիում, իշխանությունը Բալասանյաններն էին։ Մենք ընդհանրապես Գյումրի ընտրություններին չէինք մասնակցել, որովհետև համարել էինք, որ այդ մթնոլորտում Գյումրիում մասնակցելը անիմաստ է։ Հիմա ոչ միայն մասնակցել ենք 2400 եւ ավել ձայն ենք հավաքել։ Ես չեմ համարում վատ ցուցանիշ։ Նախկին բոլոր ընտրություններում Հանրապետություն կուսակցությունը մշտապես 1200 քվե է ունեցել Գյումրիում։ Այսօր 2400-ն ունի։ Այնպես չի, որ միանշանակ վատ է եղել։ Ստեղ որոշակի ստուգարք էր, որով Հայաստանի քաղաքական դաշտը անցավ Գյումրիով եւ կարծում եմ, այս շատ լավ դաս էր 2026-ին ճիշտ պայմանավորվելու համար, ճիշտ հետևություններ է անել պետք եւ ճիշտ դասեր է քաղել պետք, թե իշխանությանը եւ թե մեզ։ Պարոն Սարգսյան, վերջին շրջանում սոցիալական մեջերում տարածվում են խնածախում, մասնավորապես ադրբեջանական կրակոցների մասին լուրեր։ Պաշտպանության նախարարությունը մի դեպքի մասին հաստատեց այդ կրակոցից բնակելի տուն էր վնասվել, այսօր եւս հայտարարություն ըստ էության տարածվեց, որ անկանոն կրակոցներ լինում են, թիրախային չեն լինում, իսկ եթե թիրախային լինում է, պաշտպանության նախարարությունը այդ մասին հայտարարում է։ Ինչպես կմեկնաբանեք այդ ամենը։ Մենք խոսում ենք ներողություն խաղաղության մասին, բայց Ադրբեջանը կրակում է։ Գիտեք, ես ընդհանրապես կողմնակից եմ պաշտպանության նախարարության մոտեցումները ռոպագանդելուն, որովհետև համոզված եմ, որ հիբրիդային պատերազմ է կիրառվում Հայաստանի դեմ։ Ու այս պարագայում այդ հիբրիդային պատերազմի կողմնակից երկրները, մասնավորապես Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան շահագրգռված են եւ բոլորն էլ ունեն որոշակի շահաբաժին այդ հիբրիդային պատերազմում Հայաստանին ճնշելու առումով։ Ռուսաստանը միշտ գործել է հետևյալ սկզբունքներով։ Ինքը ներսում 5-րդ շարասյունով սկսում է որոշակի գործընթացներ եւ սահմաններին որոշակի բզբզոցներ անելով օգնում է ներսի 5-րդ շարասյունին եւ հասնում է երկրի ներսում իշխանության թուլացման կամ իշխանապողության։ Վրաստանում օգտագործեց Աբխազիան, Օսետիան։ Ուկրաինայում օգտագործեց Դոնբասն ու Լուգանսկը։ Հայաստանում օգտագործում էր Արցախի պարամետրը հիմի սահմանայինը։ Իլհամ Ալիևը չի ուզում ստորագրել խաղաղության փաստաթուղթ։ Ինքը փորձում է ձգձգել։ Ինքը ցանկություն չունի այդ անելու, որտեղ չի ուզում ուժային գործիքը, ռազմական ուժի գործիքը, որով կարողանում է ազդել Հայաստանի վրա, մի կողմ դնել, որտեղ ստորագրելուց հետո ստիպված է լինելու այդ մի կողմ դնել, իսկ այդ դեպքում տնտեսական առումներով Հայաստանը բավականին լուրջ գործընթացներ է սկսել ու կարող է արդեն հակազդել Ադրբեջանին։ Ու Ադրբեջանը նաև դրանից է վախենում։ Ու քանի որ չի ուզում ստորագրել այդ փաստաթուղթը, իրեն պատրվակ է պետք, որպեսզի չստորագրի, որպեսզի այդ ձգձգի, որպեսզի իր վրա այսօր արվող այն ճնշումները, որ համաձայնել ես դե ստորագրի, մոռացության տա։ Դրա համար ինքը հորինում է այս տարբերակը սահմաններին կրակելու։ Հայաստանի ներսում էլ սկսվել է որոշակի գործընթաց Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից սոցիալական խնդիրների եւ իրենց հարցերի առումով։ Ասեմ հետեւյալը, որ ես այն կարծիքին էի,
Ու այն կարծիքին եմ, որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի ու եղբայրների տրվող նպաստը պիտի 6 ամիս էլ երկարաձգվեր։ Զուտ հումանիտար նկատառումներից ելնելով, մեր հայկական մենտալիտետը հաշվի առնելով, մենք ամեն ինչ թողում ենք վերջին օրվան։ Մարդիկ են տուն են կորցրել, օջախ, հայրենիք, գերեզմաններ, 6 ամիս այդ մարդկան նորից լրացուցիչ ժամանակ տալը, կարծում եմ շատ ճիշտ կրներ։ Դա նաև կխաթարեր դրսից, ի նկատի ունեմ Ռուսաստանից եւ Ադրբեջանից եւ ներսի 5-րդ Շարասյան կողմից մտածված խաղը։ Ես համարում եմ, որ այս մարդկանց իրական ընդվզումը փորձում են օգտագործել դրսից։ Ես իհարկե կողմ եմ, որ Արցախի ժողովուրդը իր իրավունքների համար պայքարի։ Ես ուղղակի չեմ ուզում, որ Արցախի ժողովրդի պայքարը օգտագործվի Հայաստանի Հանրապետության դեմ։ Իսկ որ դա կփորձեն անել Ադրբեջանն ու Ռուսաստանը, այստեղ երկրորդ կարծիք ես չունեմ։ Ադրբեջանին դա պետք է սահմաններում ինչ-որ բան անել, որ այստեղ հանրահավաքը մեծանա, ու ինքը արդեն այդ սահմանների արածը կարողանա Հայաստանի վրա դնել, ասել անվերահսկելի է երկրի ներսում ով ինչ ուզում անում է, Հայաստանի իշխանությունները լեգիտիմություն չունեն, Ռուսաստանին էլ ձեռնատու է, որ Հայաստանի իշխանությունները թուլանան ու գնան իրենց հարթակներում համաձայնություններ գալու, հապկում իրենց գործունեությունը թարմացնեն ու սկսեն մասնակից դառնալ։ Այսինքն, որ Ռուսաստանը օգտագործելու է այս միջոցները, սրանում ես կասկած չունեմ։ Մենք պիտի խելացի լինենք ու նման քայլերը հաշվարկելով նման գործողություններ չծավալենք։ Իսկ իշխանությունն էլ իր հերթին պիտի խելացի լինի, հաշվարկի, որ կարող է նման գործողություններ լինել եւ ոչ միայն հումանիտար, նաեւ այդ նպատակով եւս 6 ամիս երկարաձգեր։ Ու այդ դեպքում արդեն այս բողոքի ալիքները չէին լինի։ Ալիևն էլ չէր կրակի, Ռուսաստանն էլ այդ հույսը կկորցներ։ Չարեց իշխանությունը, այդ իր խնդիրն է։ Հետևաբար վստահ է իր վրա։ Ես կուզենայի, որ ինքը նաև Ադրբեջանի նորանոր արվող առաջարկությունների առումով էլ վստահ լիներ եւ անընդհատ չփորձեր այդ առաջարկությունները բերել հայկական ներքին օրակարգ ու բացատրել, որ դա մեզ ձեռնատու է։ Բոլորն էլ հասկանում են, որ այդ մեզ ձեռնատու չի, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները անում են ամեն ինչ, որ նոր պատերազմ չլինի, սրանում ես կասկած չունեմ։ Ինչու՞։ Որովհետև մեզ ժամանակ է պետք, մեզ ուժեղանալ է պետք եւ այդ ուժեղանալու համար մեր շահերի հետ համընկնող գործընկերներ են պետք։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչ որ քայլեր այդ ուղղությամբ անում են, լավ են անում, թե վատ են անում, չգիտեմ, բայց անում են այդ քայլերը։ Ու այն մարդիկ ու երեխեքը այսօր սահմանին են, այն մարդիկ, ովքեր սահմանային գիծ են պահում, այդ մարդկանց ձեռնատու է այս իշխանությունների այդ քայլերը, որ թեկուզ զիջումների գնով, բայց նոր պատերազմ չլինի, որովհետև նոր պատերազմի Հայաստանը դեռևս պատրաստ չի։ Հետևաբար այս առումով Հայաստանի իշխանությունները իրենց վարկանիշը եւ 2026 թվականին իրենց ազդեցությունը պահելու են։ Կասկած չունեմ։ Ուղղակի խնդիրը նրանում է, թե 2026-ին մենք ինչպես կհասնենք, կհասնենք այսքանով, կհասնենք ավելի ուժեղացած, թե կհասնենք ավելի թուլացած։ Այ մենք մշտապես առաջարկություններ ենք անում, որ հասնենք ավելի ուժեղացած։ Իսկ դրա համար Հայաստանին ճիշտ ռազմավարական գործընկերներ են պետք, տնտեսությունը զարգացնել է պետք, ժողովրդի ձայնը լսել է պետք, ժողովրդին ոչ ասելը կրճատել է պետք, ընդառաջ քայլեր անել պետք։ Շնորհակալություն։ Հեռանկարում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր։